Աստվածորդներ ցեզի շատ այս երգը հիշեցուց ինձ մի հատ վկայություն ես պատկանում եմ քեզը մի հատ եղբայր իր կյանքում անընդհատ դժվարությունների մեջ է բայց ոչ թե դժվարություններ որ Տիրոջ փառավորում է հասկացաք կենցաղային անընդհատ դժվարություններու մեջ է Եվ աղոթում է, դեր ասում է ես, չէ որ քեզ եմ հավատացել, չէ որ կյանքս քեզ եմ տվել, ինչ համար ես դժվարությունները հարադև, չեմ ազատագրվում սրանից։ Եվ մի երեկո իր քնած ժամանակը դեր ընդառաջում է իր աղոթքին, եւ ինքը երազ է տեսնում։ Երազի մեջ Դան դուրն են թագում, գալիս է դուրը բացում է, տեսնում է Հիսուսին, կայնած դրան արջև, և խելքը թրցնում է, ասում է, արի ներս, ինչ լավ է, որ եկել ես, և իրեն վեր է բարձրացնում, երկրորդ հարգը, ասում է, այս իմ սենյակս է, ամենալավ սենյակն է, քեզ եմ տալիս սա, որ դու այստեղ մնաս, Հիսուսն արխելոք ենթարկվում է, այդ սենյակում է մնում, և տեսնում է երեկոյան դուրը թակվում է նորից, ինքն է տանդերը իհարկե, գնում է դուրը բացում է, մի անգամից սատանան կայնած է դրան արջև, սատանայի տեսնում, սատանան իրեն բռնում է, լավ մծեցում է իրեն, թողում գնում է, ասում է, ոնց, ինչպես կարելի է, Բայց Հիսուսը իմ տանս է, վերի սենյակում է, ես ոնց կարելի է, կարող է որ Հիսուսին ես իրեն լավագույնը չեմ տվել, լավագույն բաժինը չեմ տվել, բարձրանում է Հիսուսին, ասում է, Հիսուս ասում է, կներես ես քեզի սենյակը տվի, բայց որ ես քիչ եմ քեզ դրամատրել, այս ամբողջ հարգը քեզ եմ տալիս, այս ամբողջ հարգը քոնն է, Հիսուսն արի ենթարկվում է իհարկե, Նորից քիշերը երազի մեջ է իհարկե, նորից քիշերը դուրը թակում է, իջնում է դուրը բացելու, սատանան նորից իմացը կայնում է, նորից բռնում է, լավ մծեցում է իրեն, ծեցուտելուց հետո ասում է, ինչպես կարելի է, Հիսուսը իմ տանն է ասում է, ինչպես եմ ձեզ ուտում, կարող է որ ես մի սխալ բան եմ արել, միտքը բացվում է, Հիսուսին բարձրանում է, Հիսուս ջան ասում է, ես ոնց է որ քեզի վերի հարկն եմ տվել, ես ամբողջ տունը քոնն է ասում է, ամբողջ տունը քեզ եմ տալիս։ Հիմա երեկոյան դուրը նորից թակվում է, հիմա տանդերը Հիսուսն է իհարկե, Հիսուսն է գնում դուրը բացելու։ Հիսուսը դուրը բացում է, Սատանան տեսնում է Հիսուսը կայնած է, մի անգամից փախուստ է տալիս, ինքը տեսնում է տանդերը, երազից արթնանում է, հասկանում է, որ ինքը ամբողջովին Հիսուսին չեր պատկանել, ամբողջովին չեր տրվել Հիսուսին, ինքը կենթանի զոհ չեր եղել, մի բաժին էր տվել, մի լավագույն սենյակը կամ սրտին կեսը, բայց ամբողջական Տիրոջը չեր նվիրվել, և միտքը բացվում է, սիրելիներ, և մեզանից շատեր այսպես ենք Տիրոջ, մենք պատկանում, և այդպես պետք չէ լինի, եթե ուզում ենք, որ Տերը մեր առաջնորդ է մեր կյանքը, սիրելիներ են, որ երբ որ Տերն է առաջնորդում քո կյանքը, դու ընդհանրապես մտահոգվելու բան չունես, երբ որ ամբողջովին իրանից կախյալ ես, Ինչպես որ Ահարոն եղբայրը միշտ ասում է, երեխու նման, երեխան կախյալ է իր ծնողներից, ամբողջովին եթե Տիրոջից կախյալ ես սիրելիներ, Տիրոջ փառքը կտեսնես իսկապես, ես միշտ տեսնում եմ Տիրոջ փառքը։ Սա վկայություն էր, ես սիրում եմ Աստվածաշունչը կարդալ, ոչ թե կարդալու սիրուն, խորանալ, որտեղ միշտ հիշում եմ Երեմիա մարգարեության խոսքերը Երեմիա 33-ի 3-րդ համարի մեջ գսե,
ինձի կանչեցեք եւ ինձի կանչե եւ քեզ պատասխան եմ տալու ու մեծ ու խորհրդավոր բաներ քեզ պիտի պատմեմ, որոնք դու չգիտեիր։ Դա ճշմարտություն է, սիրելիներ։ Նույնպեսար Հիսուսը ասեց, խնդրեցեք եւ պիտի տրվի։ Հիմա գախում ունի ինչքան ենք դա խնդրում, ինչքան ենք ուզում։ Ես նկատում եմ, որ այս ժամանակաշրջանում վերջերս ասելով ոչ թե հանկարծ վերջին ամիսները, այս վերջին տարիներուն մարդկանց հետաքրքրությունը փոխվել է, որովհետև սատանան այնպեսի հնարքներ է ստեղծել, այսինքն մենք ապրում ենք ինֆորմացիայի ժամանակաշրջանում, ինչքան ուզում ես քեզի տալիս է ինտերնետը, ինֆորմացիա, ինտերնետը կամ նեղ արհեստական բանականությունը, ինչքան ինֆորմացիա ուզում ես եւ մենք սիրում ենք ինֆորմացիա, մանավանդ ինֆորմացիաներ, որ մեզի հաճույք է պատճառում, կարճ ինֆորմացիաներ, ինչ որ ես այս առաջ խոսել եմ, դա դոպամինի կախվածությունն է, դոպամինի մոլությունն է։ Երբ որ դոպամինի մոլի ենք դառնում, չենք կարողանում Աստվածաշունչը ընթերցել։ Եվ անգերց լինեք, խոստովանեցեք դուք ձեր ներսիտին, որ Աստվածաշունչի ընթերցանության հետաքրքրությունը ինչքան նվազել է։ Իսկ ում մոտ որ չի նվազել, ներեցեք ինձ, ձեր վրա մի վերցուցեք։ Մեկա չեք վերցնելու, որտեղ արդեն ձեր մոտ չէ նվազել այդ բանը։ Բայց այդպես է, ճիշտ եմ ասում։ Գիտեք, որ ճիշտ եմ ասում։ Կամ կարդալ այդպես չէ, որ կարդալու սիրուն կարդանք, աղոթելու սիրուն աղոթենք։ Ըստ սովորության կարդալը քեզի օգուտ չունի, ըստ սովորության աղոթելը քեզի օգուտ չունի, սիրելիներ։ Դա կենթանի պիտի լինի, որտեղ Աստծո խոսքը հոգի եւ կյանք է, դա կենթանի է։ Շատ խորն է այդ, հոգի եւ կյանքը շատ խորն է։ Մի օր դրա մասին կխոսեմ, երբ որ հասկանանք իսկապես բացվի դա ինչ է նշանակում։ Այդպես է, ես աղաչում եմ իսկապես, որ կարդացեք, հետաքրքրությամբ աղոթեք, աղաչեք Տիրոջ եւ խոսքի հայտնություն լինի, խոսքը բացվի, ինչ ձևով, եւ խոսքը երկը բացվի, երբ որ խոսքը քեզ հետաքրքրություն է առաջացնում, այդ խոսքը ուզում ես ավելի խորանալ մեջը եւ կբացե դերը եւ դու գերչանկանաս, դու գանցեր կգտնես երկնային, գերչանկանաս, երբ որ դժմարտությունը քեզ բացվի, սիրելիներ, որտեղ շատեր խոսքը կարդում են, խոսքը բացատրում են, քարոզում են, ինչպես իրենց մտքին հաճելի է թվում, կամ ոնց որ իրենք հասկանում են առանց խորանալու, բայց երբ որ խորանում ես, տեսնում ես, լրիվ ուրիշ է իմաստը, լրիվ ուրիշ բաներ կա, ուրիշ կանցեր կա այնպես, եւ դա մարդուն բերում է, ավելի մեգացնում է Տիրոջ հետ, մարդուն մոդեցնում է Տիրոջ, սիրելիներ, սա ճշմարտություն է։ Դրա համար ես վկայությունը հաճելի էր, չէ՞ լսելը։ Այս հիմա էսիկա հաճելին չէ։ Սա ուրիշ բան է, խոսքի խորությունն է։ Սիրում ենք մենք անընդհատ այսպես համով, ես ասում եմ, առանց բեռնարկերկնում է, ասում շոկոլա ուտել, ուտում ենք, ու ինչ համով էր։ Այդպես դա էր պետք է, շոկոլան արգերեք, սիրելիներ։ Բայց մեկ-մեկար խորանանք, ավելի ճանաչենք Տիրոջ, ավելի խորանանք եւ ճանաչենք Տիրոջ։ Ես ուզում եմ խոսել Տիրոջ ընթրիքի վրայով։ Եվ այնտեղ բաներ կա, որ քրիստոնյա աշխարհի մեծամասնությունը չի հասկացել։ Եվ դարբեր բաներ են ասում, բայց դե ճշմարտություն կա։ Եվ ագրինայինք ինչ է։ Ուրեմն, ես ուզում եմ երկու ավետարաններով դա նայենք, եւ Մատթեոս ավետարանով եւ Ղուկասի ավետարանով։ Նախ սկսում եմ Մատթեոս ավետարանով, սիրելիներ։ Տիրոջ ընթրիքը 26-րդ գլուխ 26-րդ համարեն, 26-րդ գլուխ 26-րդ համարեն։ Դու կարբացեք կարդալով նայեք, ավելի կարակ հետևել։ Մինչ անոնք կուտեին, Հիսուսը հացը արավ, օրտնեց ու կտրեց եւ տվավ աշակերտներուն ու սավ արեք գերեք այս է իմ մարմինս։ Այստեղ ինչ էին, սատիկն էին դոնում, չէ՞, սատիկներ։ Առաջի օրը սատիկը գիտեք, որ ինքը գառներ, դա խորհրդանշում է Մովսեսի ժամանակաշրջանին, երբ որ իսրայելացիներում Մովսեսը իրենց դուրս Աստված ուղարկել էր, որպեսզի Եգիպտացիները քերությունից դուրս անե 400 տարի քերության մեջ էին, այդտեղ ստրուկության մեջ էին, սիրելիներ, գիտեք պատմությունը,
Հանոք որ լավ չգիտեն, դա նկարդացեք, ավելի մանրամասն իմացեք, եւ Աստված իրենց հրամայեց թելադրեց որպեսի կարը ուտեն, կարը եփեն, կարը ամբողջովին ուտեն, դրանից ոսկոր չի կոտրեն, կարան արյունը իրենց դրանտիկներուն վրա դնեն, որպեսի երբ որ հոգին կա անտրանիկները եգիպտացիներու սպանելու իրենց տան վնաս չի ասնի իրենց անտրանիկներուն, կարը կերան Գոտին գաբած, սերկերնին կավազանը բռնած եւ Եգիպտոսի իշխանությունից ստրուկությունից դուրս եկան։ Դա էր Զադիկը ուրեմն իրենց համար ամենակարևոր տոններ, դրանից հետո փարչագերությունները սկսում 7 օրով, այսինքն չխորմորված հաց էին ուտում։ Լավ, դրանք կարևոր չեն հիմա իմ ասելիքի մեջ, այսինքն։ Եվ Հիսուսը նույնպես Զադիկը տոնեց Զատիկներ, ասեց Զատիկը պատրաստենք, երկու օր առաջ կարդում եք, Զատիկը պատրաստեցին, այսինքն կարը, Զատիկին, եւ նստած էին, Զատիկն էին ուտում սիրելիներ։ Մինչ կուտեին, Զատիկը, հացը արավ, տվավ աշակերտներուն ասավ, արեք կերեք, այս է իմ մարմինս։ Ու գավաթը արավ, գոհացավ, ու տվավ անոնց ու ասավ, ամենքը դալ խմեցեք ասկե Վասնզի ասիկա է իմ արյունս նոր ուխտի, որ պիտի թափվի շատերու մեղքերուն թողության համար։ Բայց կսեմ ցեզի, ասկե հետո, որդին բերքեն բնավ պիտի չխմեմ, մինչև այն օրը, որ երբ ցեզի հետ նոր գինին խմեմ, իմ հորս թագավորության մեջ։ Ուրեմն այսպես մարդու միտքը կրկրող բաժինը սա է 28-րդ համարն է, որ ասում է, որ ասկե հետո որդին բերքեն վնավ պիտի չխմեմ, մինչև այն օրը երբ ցեզի հետ նոր գինի խմեմ իմ հորս թագավորության մեջ, եւ եղել է, որ քարոզիչներ ասել չի մանալով դա ինչ է կատարվում, ասեն Հիսուս ասեց, որ չեմ խմելու, ես არ չեմ խմելու, Հետ այստեղ խմիչքի մասին չէ միան, ինքը խոսում է որդին բերքեն, որդին բերքը։ Որդը գիտեք ինչ է, որդադունկն է, որդուն բերքը խաղողն է, խաղողից հանում են խաղողի հյութ, խաղողից սարքում են կացախ, խաղողից սարքում են գինի, ճիշտ է, բոլորն ալ որդին բերքն է։ Հետևաբար պետք է այստեղ նորբություններ կհասկանան։ Եվ առանց չիմանալու ինչու համար Ասում եմ, որովհետև Հիսուս այդպես ասեց, ես էր անոր համար չէ սիրելիներ, այսինքն հոգևոր ժողովուրդը որ չի խմում, հենց դրա համար չէ, որովհետև գինին, օղին եւ այլն մարդուն հարբեցնող է։ Եվ անվայել է հոգևորին համար դա։ Սա ուրիշ բան է, ոչ թե Հիսուս այսպես ասեց, չգիտենք ինչու համար ասեց, բայց որովհետև ասեց, մենք չենք խմում։ Այդպես ագի բացատրություններ շատ եք լսել, չէ՞։ Դա կապ չունի դժմարտության հետ սիրելիներ։ Հիմա նայենք դժմարտությունը ինչ է։ Որովհետև նայեցեք, եթե միան չխմելու մասին է, Ղուկաս ավետարանը ինչ է ասում։ 22-րդ գլուխ 16-րդ համար։ Քանզի գսեմ ցեզի թե ալբնավ ասկե պիտի չուտեմ մինչև Աստծո թագավորության մեջ կդարվի։ Այստեղ չուտելու մասին არ խոսում է, ուրեմն մի ուտեք, գարը մի ուտեք։ Մինչև հազարամյան գար մի ուտեք, եթե այդպես է, եթե իմաստը այդպես է, հասկանում եք, դժվարություն կա հասկանալու ինչ եմ ասում, դժվար է, չէ, նորությունը մարսել, ասում է չեմ ուտելու, քիչ հետո ասում չեմ խմելու, խնդիրը ուտելու չխմելու չէ, այդտեղ խորհուրդ կա սիրելիներ, որտեղ ասում է չեմ ուտելու յար, հետևաբար, հիմա սա հասկանալու համար Ես ուզեցել եմ իմանալ ինչու համար, տարիներ առաջ, բայց առաջի անգամն եմ ձեր հետ խոսում, բայց նրանք, որ իմ հետս հավաքույթներու եղել են, միշտ բացատրել եմ դա, կամ Լիբանանում եւ այլն 10-15 տարի առաջ խոսել եմ, այստեղ առաջին անգամ եմ խոսում, ոչինչ, հարմար տեսա ժամանակը խոսելու, ուրեմն, ես գնացել եմ, տեսել եմ, այդ Զադիկի ինչ է որ տոնում են, ոնց են տոնում հրյաները միշտ էլ, մինչև Հիսուսի ժամանակ եւ մինչև այսօր Մինչև այսօր հրյաները նույն ցևով տոնում են Զադիկը սիրելիներ։ Զադիկը գարը պատրաստում են, գարը ուտում են, դրա հետ խմում են իրենք 4 կենացներ։
4 կենացներ են խմում սիրելիներ։ Այդ 4 կենացները ինչի վրա հիմնված է։ Հիմնված է Ելից գրքի 6-րդ գլխի 6-րդ եւ 7-րդ համարներու վրա։ Ուզում եք բացեք ձեր աստվածաշնչերը Ելից գրքի 6-րդ եւ 7-րդ համարներու վրա։ Արի ընթերցենք միասին։ Վեցերորդ գլխի 6-րդ համարը։ Այս 4 կենացներն են խմում, այս 4 կենացներուն հոգևոր իմաստը իրենք չգիտեն հрьяաները։ Իսկ մենք հիմա գիտենք։ Պիտի տեսնենք, մենք գիտենք։ Սա մարգարեություն է, սա լոկ միան ֆիզիկապես Եգիպտոսից դուրս գալու մասին չէր, լոկ, դա շատ ավելի խորուրդ կար, որ կապված էր Քրիստոսի հետ։ Եվ տեսնենք դա, ուրեմն, Աստված ասում է, անոր համար Իսրայելի որդիներուն հետ ասա, Իսրայելի որդիներուն ասե, ես եմ Եհովան, ես ձեզ Եգիպտացիներու ձանր գործերու տագեմ պիտի հանեմ, սա առաջին գենացն է, առաջին գենացը, որ խմում են, կարդում են այս համարը, ես ձեզ Եգիպտացիներու ձանր գործերու տագեմ պիտի հանեմ։ Ուրեմն, այսօրվա իրենք խմում են այդպես, և այսօրվա Քրիստոսի լույսի տակ, դա որն է, ձեզ պիտի հանեմ Եգիպտոսից։ Եգիպտոսը ինչն է ներկայացնում, աշխարհն է ներկայացնում, չէ, աշխարհը և մեղքի իշխանությունը։ Ուրեմն, սա ասում է ձեզի, աշխարհեմ պիտի անեմ, բայց ամբողջ երկիրը աշխարհին է պատկանում։ Իսկ աշխարհի մեջ դու դրանից դուրս ես քեզի հանում է, առանցնացնում է աշխարհից, աշխարհից քեզի առանցնացնում է, աշխարհից դուրս է հանում, ինչպես որ Եգիպտոսից հանեց, անապատ տարած, անապատը աշխարհը չէ, անապատում ոչ ուտելիք կար, ոչ խմելիք կար, Աստված իրենց կերակրեց, Աստված իրենց ջուր տվեց, հիշում եք, Աստված էր որ դա իրենց տվել, առաջին բաժակը սա է։ Եվ Հիսուս իհարկե, որ ինքն էր, իր խոսք ինքն է Աստծո խոսքը, ինքն էր այդ խոսքերը տվել Մովսեսին, և ինքը գիտեր, և մի տեսնենք կապը։ Երկրորդ բաժակը, ասում է, ձեզ անոնց ծառայությունեն պիտի ազատեմ, երկրորդ բաժակը խմում են հрьяաները, ձեզ անոնց ծառայությունեն պիտի ազատեմ, սա ազատագրման բաժակն է սիրելիներ։ Մեկը միս առանցնացման բաժակն է, երկրորդը ազատագրման բաժակն է, Քրիստոս որովհետև մեզ ազատագրում է մեղքի և մահվան գերությունից, այդպես է չէ։ Այսինքն Իսրայելն ազատվեց Եգիպտոսի ստրուկությունից և դրա ճշմարիտ իմաստը մեզ ազատագրում է մեղքի ստրուկությունից սիրելիներ, սա երկրորդ բաժակն է։ Երրորդ բաժակը որ խմում են, ձեզ երգնցած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ, ձեզ երգնցած բազուկով և մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Սա չեմ ուզում նշել մի հատ հայերենով թարգմանություն կա, որ ահավոր է, դուք գիտեք այդ որ թարգմանությունն է, թե չեմ ուզում նշել, որովհետև անունը ընդհանրապես կապ չունի թարգմանության հետ, այդ թարգմանության մեջ ընդհանրապես չեն հասցնել, հետո գրվել է, որ Եգիպտոսին պիտի պատժեմ, ընդհանրապես կապ չունի, իսկ մեր Արարատի կամ Բեյրութի թարգմանության մեջ հստակ ասում է ձեզ երգանցած բազուկով ու մեծ դատաստաններով պիտի փրկեմ։ Սա փրկության բաժակն է սիրելիներ, սա փրկագնման բաժակն է։ Սա մատնանշում է Քրիստոսի արյամբ կատարած փրկագնման։ Այդ մեծ դատաստանը ինքն իր վրա պիտի գա խաչին վրա սիրելիներ։ Տեսնում եք երգնցած բազուկով, ուրիշ ձևով կարող էր փրկել։ Կարելի է ուրիշ ձևով փրկել մարդուն։ Մեղքի դատաստանը ում վրա եկավ։
մեծ Թադաստանը ում վրա եկավ, Հիսուս Քրիստոսի վրա եկավ, ինքը դարձավ մեղքը խաչին վրա սիրելիներ, հետևաբար փրկակինը պիտի լիներ իր արյունը խաչին վրա, մեծ Թադաստանը երկնցած բազուկը ինքն իր խաչելությունն է սիրելիներ, տեսնում եք, իսկ 4-րդ կենացը 7-րդ համարի մեջ է, եսե և ցեզ ինձի ժողովուրդ պիտի ընեմ ու ցեզ Աստված պիտի լամ, սա 4-րդ կենացն է, սա իհարկե ընդունման բաժակն է, դուք ինձի ժողովուրդ եք լինելու, սա վերջնական միությունն է Քրիստոսի և Քրիստոսի ժողովրդի միջև, մենք աշխարհի մեջ ենք, հիմա անապատում ենք, չէ, աշխարհից անապատում ենք, բայց վերջնական միությունը Քրիստոսի հետ, որ տեսնում ենք հայտնության գրքի մեջ սիրելիներ, դա սկսում է հազարամյակում դրանք, որ Քրիստոսի հարսն են, իսկ նոր ստեղծագործության մեջ դրանք, որ նոր երկրի վրա ապրում են սիրելիներ, այսինքն Քրիստոսի արքսի կարգավիճակ ունեցողները արդեն 1000-ամյակին առաջ հարսանիքով միացել են Քրիստոսի հետ, վերջնական միությունը կատարվել է, չէ, դրա մասին է խոսում, հիմա վերադառնանք նորից Մատթեոս ավետարանը, ուրեմն, այստեղ ինչ է կատարվում, Հիսուսը աշակերտներուն հետ երկու կենացները խմել էր, երրորդ բաժակը, որ բարձրացուց, սա է, որ ասում է իմ նոր ուխտի արյունն է սիրելիներ, և տվավ աշակերտներուն, բայց ինքը չի խմեց, տվավ աշակերտներուն, բայց ինքը չի խմեց, բայց ինքը վերջնական չէ, որ չի խմեց, ինքը խմեց խաչին վրա, երբ որ կատարվեցավ այդ բոլորը, երբ որ կատարվեցավ, և այլևս չի պիտի խմեմը, արդեն որպես ինքը գնում է, երբ որ միանանք վերջնականապես, այդ խմելը կլինի 4-րդ բաժակը հազարամյայի ընթացքում, կամ հարսանիքի ընթացքում Քրիստոսի, կրցակ հասկանալ ինչ է կատարվում, և տեսնենք, սիրելիներ, դա գնանք Հովհաննես ավետարանի 19-րդ գլուխ, 28-րդ համարեն, ցույց եմ տալիս, որ ինքը աշակերտներուն տվավ, ինքը չի խմեց, անգետ કે Հիսուս գիտնալով, թե ամեն բան վերջացած է, լմնցած է, որպեսի գրվածը կատարվի, ըսավ ծարավեմ, ինչ համար ըսավ ծարավեմ, որպեսի գրվածը կատարվի, ինքը այդ մերնելու ժամանակին խմել է ծարավ է կամ ոչ, իրեն գետակրեր այլևս, այդքան դանչանքից հետո, ասում է, որպեսի գրվածը կատարվի, ասավ ծարավ է, և գիտե, որ իրեն ինչ են տալու, չէ, և հոն կացախով լեցուն աման մկար, անոնք կացախով սպունք մլեցնելով, զոբայի մշտիկի վրա պատտված անոր բերնի մոտեցուցին, և Հիսուս արավ, խմեց, ու ըսավ, ամեն բան կատարվեցավ, ու գլուխը ծրելով հոգին ավանդեց, երրորդ բաժակի այդ ուխտը, որ մեծ Թադաստաններով իր վրա պիտի կար այդ Թադաստանը, ինքը չի խմեց, մինչև որ կատարվի, արդեն վերջին վարգյաններն էր իր կյանքին, հոգին պիտի տար, այն ադեն, ըսավ ծարավեմ, որդի պերքեն, խացախը տվին, արավ, և ըսավ կատարվեցավ, և հոգին տվավ, իսկ 4-որդը սիրելիներ, իհարկե որ, երբ որ միանանք Քրիստոսի հետ, իսկ հետաքրքրական մի տեղ արգա, որ ուզում եմ կարդալ, դրանից առաջ, նորին իրեն տվին կացախից, բայց չի խմեց, ինքը չվերցուց, հիշում եք, Մատթեոսի 27-րդ գլխի մեջ, գսե, որ եկան Գողգոթա ասված տեղ ժամանակ, որպեսի չհարբենան, լեղիով խառնված կացախ տվին անոր, որպեսի խմե, երբ համը արավ խմել չուզեց, մերժեց, որովհետև ժամանակը չէր, խաչը պիտի ելներ, տեսնում եք, ընթրիքի ժամանակ, բոլորին հասանելի է, հասկանալի է, Աստված օրհնեցի շատ եկեք հաղորդենք։